Շնորհակալություն, քանի որ նշեցիք նախկին իշխանությունների հետ շատ մոտիկ եւ ջերմ հարաբերություններ ունեք, հուսամ այն ինչ որ հիմա կասեմ կփոխանցեք իրանց։ Երեկ էլ Ռոբերտ Քոչարյանը ելույթ էր ունենում, ասուլիս էր տալի եւ ասում էր կոռուպցիայից էր խոսում, Երևան քաղաքի խնդիրների մասին էր խոսում, ես կխոսամ Երևան քաղաքի խնդիրների մասին, բայց ոչ թե հիմիկվա, որ ասում եք այ մանկապարտեզ եք վերանորոգում, պատը ճաքած է, այլ կխոսամ 2000-ականների այն ցանկը, որ պարոն Հովհաննիսյանը ասաց, ես շատ ավելի մանրամասն կնշեմ եւ Ռոբերտ Քոչարյանին հարց կտակ ինքը ինչ էր անում այդ ժամանակ։ 2002 թվականին օտարվել է Ավան 4 փողոց թիվ 1 մանկապարտեզը։ Ռոբերտ Քոչարյանը ինչ էր անում այդ մանկապարտեզը, ինչի՞ չէր պահում։ 2002 թվականին օտարվել է Ավան առանջի երկրորդ միկրոշրջան թիվ 8 մանկապարտեզը։ 2004 թվականին թիվ 289 մանկապարտեզը Իսահակյան թաղամաս։ 2005 թվականին Ֆրունզեի 54/2 12 մսուր մանկապարտեզը։ 2002 թվականին համար 132 մանկապարտեզ, ներսիսյան 1 հասցը, 2004 թվական դրոյի 21 հասցը, համար 147 մանկապարտեզ, Ռոբերտ Քոչարյանի տարիներին, ինչ ա եղել ես մանկապարտեզի հետ։ Համար 199 մանկապարտեզ, 2004 թվական, Դավիթ Անհախտի 5 հասցեում, ինչ ա եղել ես մանկապարտեզի հետ, Ռոբերտ Քոչարյանին ես հարցնել կտակ։ 2004 թվականին Քանաքերծու 32 հասցե, համար 249 մանկապարտեզ, ինչ ա եղել ես մանկապարտեզի հետ։ 2005 թվականին 285 համար մանկապարտեզը Նուբարաշենի, ինչ ա Նուբարաշեն 11 փողոցի, ինչ ա եղել ես մանկապարտեզի հետ։ 2005 թվականին 286 համար մսուր մանկապարտեզը, ուր այս մանկապարտեզը, ինչ ա եղել։ 2000 թվականին Նոր-Նորքի 250 մանկապարտեզը մասնավորեցվել, տրվել է մասնավոր մանկապարտեզը դառնում։ 104 մանկապարտեզը 2000 թվականին, ինչ ա եղել այս մանկապարտեզի հետ։ 2002 թվականին համար 207 մանկապարտեզը։ 2004 թվականին համար 148 մանկապարտեզը, այս հələ վարչական շրջաններ կան, որ այս ցանկում չկա։ Հիմա հեսա մենք ենք սկսելու նկարել, գնալու ենք այս հասցեներով, տեսնենք այդ շենքերի տեղը, հիմա ով է, ինչ է, տեղեր կա գրածա, որ բնակ տվել են մարդկանց ապրելու համար, փոխանակ շենք կառուցեն, որ մարդիկ ապրեն, մանկապարտեզը տվել են ուրիշ նպատակ, բայց դա հələ մի քանիսն է, որ կարելի է ինչ որտեղ հասկանալ, որ ինչ որ մի էլի մարդ կա, բայց մեծ մասը բռնել օտարել են, մեկի բիզնեսի համար, մեկի չգիտեմ, սրա մասին խոսացեք, ոչ թե եկեք մեր վերանորոգումների մասին, որ պատը ճաքել է, այս ինչ վատ է, մենք գոնե անում ենք, դուք ինչ էիք անում։ Կամ ասում եք ձեր ցուցակի 169-րդ համարը մի հատ տենդեր է հաղթել, երևի հաղթել էլ ընտրություններից առաջ, որտեղ այդ մանկապարտեզները վաղուց են սկսել 21-22-ին է երևի սկսել կառուցվել։ Դուք գնում եք Գյումրիում քաղաքապետի փեսային առաջի տեղակալ եք ընտրում, հետո գալիս եք ասում եք դուք մի հատ տենդեր ձեր թիմակիցը, որին ոչ մեկը չենք էլ ճանաչում, տենդերը, լավ 2 հատ 3 չգիտեմ, տենդեր է հաղթել։ Ձեր ասածները ժողովուրդ ջան այնքան ծիծաղելու է։ Այս հարցերը կգնաք կտակ եւ ինձ որ զանգում եք ես պատասխանում եմ, եթե չեմ պատասխանում հետո հետ եմ զանգում։ Հիմա գնդակը ձեր դաշտում է։ Այս հասցեներով մենք ենք գնալու, տեսնելու ենք այնտեղ ինչ ա եղել ու ինչ ա հիմա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։